Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկիրը միշտ ողջունել է երկխոսությունը, իսկ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը եւ սպառնալիքները։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ նշել է, որ համապարփակ հրադադարն իմաստ կունենա, եթե չուղեկցվի ծովային շրջափակումով եւ եթե Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար կլինի հրադադարի լուրջ խախտումների դեպքում։ Իր հերթին արտգործնախարար Աբբաս Արաղչին Հարավային Կորեայի հատուկ բանագնացի հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վրա ստեղծված իրադրության հետևանքների պատասխանատուն ագրեսորներն են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը կներկայացնի իր առաջարկները եւ քննարկումները կավարտվեն։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը չեղարկել է 8 կին ցուցարարի մահապատիժը։ Նրանցից 4-ն անմիջապես ազատ կարձակվեն, մյուս 4-ը 1 ամիս կմնան ազատազրկման մեջ։ Ես բարձր եմ գնահատում, որ Իրանը եւ նրա առաջնորդները հարգեցին խնդրանքս որպես Միացյալ Նահանգների նախագահ եւ դադարեցրին նախատեսված մահապատիժը, նշել է Թրամփը։ Իրանական կողմն էլ հերքել է 8 կանանց մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը։ Ըստ Իրանի դատական համակարգի հետ կապված միզան գործակալության Թրամփը մոլորության մեջ է հայտնվել կեղծ լուրերի պատճառով եւ փորձել է դա ներկայացնել որպես իր ձեռքբերում։ Գործակալությունը գրել է, որ մի քանի կին արդեն ազատվել է, մյուսներին էլ մեղադրանք է առաջադրվել, որը կարող է հանգեցնել ազատազրկման, ոչ մահապատժի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի 4 թեկնածուները վերջին 2 օրվա ընթացքում լսումների են մասնակցել, ներկայացնելով կազմակերպությունը ղեկավարելու իրենց տեսլականները։ Չիլիի նախկին նախագահ 74-ամյա Միշել Բաչալետը կարևորել է կանանց իրավունքների հարցը։ 65-ամյա Ռաֆայել Գրոսին, որն այժմ ղեկավարում է ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում անաչառ լինելու անհրաժեշտությունը։ Նա հավելել է, հարկավոր է ՄԱԿ-ը ղեկավարել ոչ թե ուղերձներ հղելով, այլ խնդիրները տեղում լուծելով։ Պաշտոնի մյուս թեկնածուն Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ ՄԱԿ-ի առևտրի քարտուղար Ռեբեկա Գրինսպանն է։ 70-ամյա գործիչը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում առաջնահերթություն կտա խաղաղության հաստատմանը։ Նա նաև զգուշացրել է, որ ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը նվազում է, իսկ այն վերականգնելու ժամանակը սպառվում։ Սենեգալի նախկին նախագահ 64-ամյա Մաքի Սալն էլ հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը։ Առայժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդները 4-ն են, սակայն պայքարին կարող են միանալ նաև այլ թեկնածուներ։ Գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով, եւս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Անտոնիո Գուտերեշը 10 տարվա պաշտոնավարումից հետո 2027 թվականի հունվարի 1-ից այլևս չի գլխավորի կազմակերպությունը։ Վերանորոգված Դրուժբա խողովակաշարով Սլովակիան 3 ամսվա ընդմիջումից հետո կրկին նավթ է ստացել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան վերսկսել է մատակարարումները Հունգարիա եւ Սլովակիա, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից եւ գազից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին։ Դրանից հետո Եվրամիությունը հաստատել է Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։ Հունգարիան եւ Սլովակիան խոչընդոտում էին վարկի տրամադրմանը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատմանը Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի Մոսկվայում հանդիպել Զելենսկու հետ, սակայն կարևորն այն է, որ այդ հանդիպումն արդյունավետ լինի։ Ավելի վաղ Զելենսկին բացառել էր Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումը, առաջարկելով բանակցել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Միևնույն ժամանակ կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 155 անօդաչու է արձակել, Դնեպրում 2 մարդ է զոհվել, 8-ը վիրավորվել։ Ժիտոմիրում թիրախավորվել է երկաթ գիծը կամ 1 զոհ։ Ուկրաինական հարվածներից Սամարայի մարզում կամ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Ռուսաստանի մի շարք շրջաններում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։ Միևնույն ժամանակ չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին։ Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սա նրա 3-րդ այցն է։ Հաճելի է վերադառնալ Ուկրաինա, որը խիզախորեն եւ հաջողությամբ պաշտպանում է Եվրոպայի արևելյան թևը, նշել է արքայազն Հարին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։